Star News-ը առանձնացրել եւ ներկայացնում է շոու բիզնեսյան օրվա ամենահետաքրքիր եւ ուշագրավ իրադարձությունները բոլոր մանրամասներով։ Սոնա Ռուբենյանը ընտանեկան լուսանկար էր հրապարակել, երգչուհին այս շրջանում ընտանեկան հանգիստն է վայելում Կիպրոսում։ Լիլուն անակնկալ ձևով շնորհավորել էր մայրիկի տարեդարձը, շնորհավոր 65-ամյակդ մամաս, մենք քեզ շատ ենք սիրում, գրել էր երգչուհին։ Ես գիտեմ եկել եք տորտ վերցնելու։ Happy birthday. Տատիկ Ամենալավն է բարին քեզ, Աստված օրհնի։ Մերսի բոլորից Ես նկարում եմ այս կամա։ Սիրելի եւ շատ թանկ մարդ։ Հակացու։ Ում Աստված օրհնի քեզ։ Բա դու իմ մամա։ Բոլոր օրերը։ Լավ լինես, բոլորի սերն ու հարգանքը վայելես։ Մերսի, Աստված օրհնի։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան։ Մերսի։ Դերասան Աշոտ Պողոսյանը կնոջ հետ նոր լուսանկար էր հրապարակել, Աշոտի եւ Լյուսիի հարսանիքը կայացել է Իտալիայում։ Լիա Զախարյանը նշում էր ծննդյան տարեդարձը, բարի տարեդարձ, 1 տարի ավելի իմ ճանապարհին, գրել էր դերասանուհին։ Ռոզա Դավթյանն էլ հարսի զգեստով էր լուսանկար հրապարակել, կադրերն արված էին Վերջին զանգ սերիալի նկարահանման հրապարակում։ Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար էր հրապարակել հղիության շրջանից, վերադառնում ես ու միանգամից նկարահանման հրապարակ, գրել էր նա։ Էլեն Սաֆարյանն ու Էվելինա Շահիրյանի որդին Դանիելն էլ համատեղ հոլովակով էին հանդես եկել։ Էլենն ու Էվելինան մտերմացել են հեռուստասերիալներից մեկի նկարահանման ընթացքում։ Մարիամ Ալեքսանյանը պատմել էր իր օրվա ընթացքի մասին, դերասանուհին հայտնել էր, որ երեկոն իր համար աշխատանքային է լինելու։ Ինչպես է սկսել իմ օրը, իմ օրը սկսել է դպրոցում, շատ լավ օր եմ ունեցել երեխեքի հետ, թաթ քաղցած գնում եմ քրոջս տուն, որ քույրս ինձ կերակրի, երազում եմ, թե երբեմ այսպես քրոջս հետ սուրճ խմելու։ Երեկոյան Squid Game-ի նկարահանումն է, իսկ դա նշանակում է, որ ես ամբողջ գիշեր արթուն եմ մնալու, մարս այսօր զինվիր համբերությամբ։ Էլիզ եւ Ստելլա Մելիքյաններն էլ ջերմ լուսանկարներ էին ներկայացրել։ Այս շպիտների տակ թաքնված է մեծ պատմություն՝ լի սիրով, ուժով ու անփոխարինելի կապով։ Միշտ կողք կողքի, միշտ իրար հետ, գրել էր Էլիզը։ Լևոն Մկրտչյանը, Ստեփան Ղամբարյանն ու Արտաշես Ալեքսանյանն էլ համատեղ նոր լուսանկարով էին ներկայացել։ Դերասանների համատեղ լուսանկարն արված է Վերջին զանգ հեռուստասերիալի նկարահանման հրապարակում։ Մահացել է դերասան Գենադի Նիլովը, ով խաղացել է 3 գումարած 2 ֆիլմում, այս մասին հայտնում է հեռուստահաղորդավարուհի Նիկա Ստրիժակը։ Նիլովը մահացել է 89-ամյակից 2 օր առաջ, նա հայտնի է 3 գումարած 2 ֆիլմում տեխնիկական գիտությունների դոկտոր Սունդուկովի դերով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասան Խաչատուր Հունանյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Դերասանի ընկերները, գործընկերներն ու մտերիմները խնդրում են օգնել, որպեսզի հնարավոր լինի բուժումը իրականացնել Գերմանիայում։ Մասնավորապես սոցիալական հարթակներում տարածվում են հետևյալ գրությամբ հրապարակումները. «Սիրելի ընկերներ, շտապ տարածում ենք, մեր ընկերոջ Խաչատուրի կյանքին վտանգ է սպառնում, անհապաղ բուժում է հարկավոր Գերմանիայում ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարելու համար»։ Նշենք, որ Խաչատուր Հունանյանը այս շրջանում հանդես է գալիս
Անի Երանյանի եւ Մովսես Երեմյանի գլխավոր դերակատարմամբ «Քեզանից հետո» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Անիի կերպարի եղբոր դերը։ Զրույցի ժամանակ էլ Մհեր Բաղդասարյանը խոսել էր անձնական մի քանի թեմաների մասին ու արել մի շարք բացահայտումներ։ Անդրադառնալով հարցին արդյոք հիմա պատրաստ են տանիք կազմելու, Մհերը նշել էր. «Հիմա ավելի հաճախ եմ մտածում այդ մասին, բայց հիմա ավելի պատրաստ չեմ, քան մի քանի տարի առաջ, որովհետև հիմա ավելի խելացի եմ նայում այդ ամենին։ Ես հասկանում եմ, որ անպայման ցանկացած դեպքում մարդ պիտի լույս աշխարհ բերի երեխա եւ գիտակցված ընտանիք կազմի։ Ես կարծում եմ, որ երեխան պետք է ծնվի սիրո արդյունքում եւ սիրող ընտանիքում, որպեսզի դու այդ երեխայի նկատմամբ մեղք գործած չլինես։ Ես հույս ունեմ ու որոշ դեպքում վստահ եմ, որ դա տեղի կունենա իմ կյանքում։ Ես դեռ ընդամենը 35-36 տարեկան եմ, մինչև 40 ինձ ժամանակ եմ տալիս։ Չեմ ուզում երեխաս գնա դպրոց, ես լինեմ լրիվ սպիտակ մազերով պապիկ։ Միայն սիրահարվածությունը, միայն այդ հեղեղուկ էմոցիան չի կարող ջրել այդ ծառը։ Առաջին հերթին պետք է լինի համատեղելիություն, հետո վստահություն մարդու նկատմամբ»։ Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին պատմելիս էլ Մհերը նշել էր. «Մենք երկուսս երջանիկ ենք ու երջանիկ ենք միասին։ Մարդիկ ունեն անձնական կյանքի գաղտնիության իրավունք եւ միևնույն ժամանակ հանրային մարդ են ու տարբեր առիթներով պիտի հանրության համար տեսանելի լինի ինչ-որ իրավիճակներ։ Ուղղակի հանգիստ եղեք։ Մենք երկուսս երջանիկ ենք ու փառք Աստծո միասին ենք հիմա երջանիկ։ Մենք հրապարակում ենք ցանկացած լուսանկար, վիդեո, երբ դա զգում ենք, երբ երջանիկ ենք ու ուզում ենք այդ երջանկությամբ կիսվել։ Դրա տակ չկա որևէ թաքնված մի բան կամ հնար»։ Տարիներ առաջ Մհերը հարցազրույց էր արել Անի Երանյանի ու Մովսես Երեմյանի հետ ու անդրադառնալով այդ թեմային ասել էր. «Սցենարով գրված կինո, որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ 12 տարի առաջվա թեման կարող էր հիմիկվա թեմայի հետ առնչվել, բայց այն ժամանակ դա շատ երեխայական թեմա էր եւ իրենց համար եւ ինձ համար։ Անիին առաջին անգամ տեսել եմ Ֆայնայի ատելյեում ու շատ տարօրինակ միախառնված էմոցիաներ ունեի։ Հետաքրքրվածություն կար, բայց պիտի անկեղծ լինեմ, այդ քիմիան առաջացել է պատահական ու ժամանակի ընթացքում»։ Հիշեցնենք նաև, որ Մհերի ու Անիի սիրավեպի մասին լուրերը սկսվեցին իրենց ռեալիթի շոուից հետո, որի հիմքում նրանք դրել էին իրենց հարաբերությունները։ Ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանի առաջին էպիզոդում Անին համաձայնել էր հարաբերություններ սկսել Մհերի հետ։ Այդ շրջանում թվում էր ամեն բան լավ է, զույգն էլ իրար լավ է հասկանում։ Ինստագրամյան էջում էլ Անին ու Մհերը դարձան ամենասիրելի զույգերից մեկը, սակայն էպիզոդներից մեկում Մհերը խոստովանեց, որ Անիին խաբել է ու հանդիպել այլ աղջկա հետ։ Այս էպիզոդից հետո Անին դադար խնդրեց ու ամիսներ շարունակ էր, ինչ նոր էպիզոդ չկար։ Զույգն էլ համատեղ հրապարակումներ չեն անում։ Նրանց երկուսի հրապարակումները խիստ աշխատանքային էին։ Այդ շրջանում Մհերը հաճախ էր լինում Հայաստանում, այստեղ նկարահանելով իր տետ-ա-տետ հաղորդումը, դե իսկ Անին զբաղված էր նոր նախագծի նկարահանումներով։ Սակայն որոշ ժամանակ անց Մհերը կոտրել էր այս դադարը, Անիի հետ համատեղ լուսանկարով կիսվելով ինստագրամյան իր էջի սթորի բաժնում։ Բայց այդ ժամանակ տպավորություն էր, թե Անին դեռ նեղացած է, քանի որ նա այդ սթորիով իր էջում այդպես էլ չէր կիսվել, ավելին այլ հրապարակումներ էր արել հենց դրանից հետո։ Ինստագրամյան իր էջում կազմակերպված հարց ու պատասխանների ժամանակ էլ նշել էր, որ իրենք շոուն ավարտին կհասցնեն եւ այն կրկին կվերսկսվի։ «Ես ինձ գիտեմ» հաղորդաշարի ընթացքում էլ Մհերը խոսելով Անի Երանյանի հետ հարաբերությունների մասին պատմել էր, որ չի խոսում նրա հետ եւ իրենք այլևս ընկերներ չեն։ Իդեպ հենց այդ հաղորդման ժամանակ լրագրողը եւս մի բացահայտում էր արել։ Որպես ամոթալի պատմություն Մհերը մի դեպք էր հիշել, երբ ինքը ընդամենը 23 տարեկանում Լոս Անջելեսի ակումբներից մեկում հանդիպել է աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոին եւ ցանկացել է լուսանկարվել նրա հետ։ Վերջինս էլ մերժել է, իսկ անվտանգության աշխատակիցները Մհերի խոսքով ոլորել են ձեռքերն ու դուրս հանել։ Սակայն արդեն հիմա զույգը չի խուսափում համատեղ հրապարակումներից ու նման հրապարակումներով հաճախ է ուրախացնում հետևորդներին։ Դրանցից մի քանիսն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։